Հայաստան մտնող Իտալիայից բեռների 60%-ը լուսարտրանսի միջոցով է գալիս։ Կինը հայտնվեց այն ոլորտում, որը համարտկանց ոլորտն է։ Համատեղում եմ նաև տատիկի պարտականությունները աշխատանքի հետ։ Հաշվի առնելով, որ ստրեսային ոլորտ է, շատ դժվար է, շատ մարտահրավերներ շատ են։ Դու հանդիսանում ես Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի համահիմնադիր եւ խորհրդի անդամ։ Ասոցիացիա պետք է մտեն միայն վստահելի անդամները։ Ասոցիացիան արդեն կլինի վստահելի հարթակ։ Ես ոչ մի գովազ չեմ արել։ Գոհ հաճախորդն է խորհուրդ տալիս։ Ու եթե մենք նոր գիտելիքներ ձեռք չբերենք, ինձ թվում է մենք հետ կընկնենք։ Ողջույն բոլորին, դուք միացել եք Իլոջի ոդքասթի հերթական էպիզոդին։ Սրանք թեմատիկ հանդիպումներ են նվիրված լոգիստիկային եւ էլեկտրոնային առևտրին։ Միացեք մեր էջին, բաժանորդագրվեք, որպեսզի տեղեկացված լինեք ոլորտի նորություններին։ Իսկ այսօր մեր հյուրն է Լուսարտրանս ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Սարդարյանը։ Ողջույն Լուսինե ջան։ Ուրախ եմ շատ, որ միացել ես այսօր մեզ եւ կարծում եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Սկսենք իմ ավանդական հարցից։ Մի փոքր պատմես ընկերության հիմնադրման մասին, ինչի՞ չէ նաեւ անվան հետ կապված, ոնց է որոշումը կայացվել, որ այդպես կանվանեք, ինչ ճանապարհ եք անցել, ինչ պրոդուկտներ ունեք, մի փոքր հենց բուն ընկերության մասին, մինչեւ հետո արդեն շարունակենք մեր խոսակցությունը։ Կրիստինա ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ընկերությունը միտքը ճիշտն ասած ընկերություն բացելու եկել է, քանի որ ես այդ ոլորտում աշխատում էի ու շատ գաղափարներ ունեի, ավելի հետաքրքիր, ավելի օպտիմալացնելու որոշակի ճանապարհներ, պրոցեսներ, որոշեցի իմ ընկերությունը բացել եւ իմ բոլոր այդ գաղափարները իրականացնել արդեն այդ ընկերությունում բացելուց իրականում չեմ պատկերացրել ինչա ուր եմ գնում, ինչա ստացվելու, բայց շատ ուրախ եմ թե ինչ եմ ձեռք բերել, այո, ինչ ենք ստացել։ Լուսարտրանսը հիմնվել է 2009 թվականին, այն ժամանակ մենք մի քանի անվանում պետք է տայինք, որովհետև մարդկային ֆակտորներ ընտրում, ոչ թե այսօրվա պես էլեկտրոնային ներընտրությունը անունների եւ ընտրել էին վերջի տարբերակը, որը ես չէի էլ դիտարկում որպես տարբերակ։ Սա ուղղակի ես իմ անուն ազգանունն եմ միացրել իրար, ստացել եմ Լուսար ու այսօր Լուսարը հնչում է որպես բրենդ համենայն դեպս Հայաստանում արդեն ինչ որ ճանաչում ունի։ Դե հա, որովհետև փաստացի երկար ճանապարհ եք անցել, շուտով կդառնա 20 տարվա ընկերություն, քիչ չի դա մի շուկայում լինելու։ 15-ամյակը մենք մեզ նշեցինք, մեր գործընկերներին հրավիրեցինք, շնորհակալություն հայտնեցինք։ Հա, հրաշալի։ Իսկ մի փոքր հենց ուղղությունների սպասարկման կտորի մասին կողմնորոշես։ Ես սկսել եմ Իտալիայի ուղղությունով։ Ճիշտն ասած, տենց ստացվեց, որ հայտնվեցի ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, հանդիպեցի մեր Իտալիայի պահեստի հենց հիմնադիրին, Վրաստանում պատահաբար հայտնվել է այնտեղ, իսկ ես արդեն սկսել էի Իտալիայի ուղղությունը զարգացնել, քանի որ այդ ասեմ իմ հաջողության առաջի գրավականը որն է, քանի որ ես սկսել եմ մի բան, որը դեռ շուկայում ոչ ոք չէր անում։ Ինձ թվում է բոլոր բիզնեսների եւ ընկերությունների հաջողության գրավականը դա է, անել մի բան, որը շուկայում դեռ չկա։ Բեռնափոխադրում կար, բայց հավաքական բեռները բոլորը տալիս էին ինչ որ դրսի գործընկերների, օրինակ բուլղարացիներին կամ գերմանացիներին, իրենք էին կազմակերպում միջնորդավճարով, բայց այն սիստեմը, որ ես սկսեցի աշխատել, դա A-ից մինչև Z ամբողջ process-ը մենք ենք անում, մենք ենք հետևում, մենք ենք հավաքագրում բեռները պահեստներում եւ կոնկրետ ոչ ոք Իտալիայում այդ ժամանակ պահեստ չուներ, որովհետեւ բոլորը Գերմանիայում կամ Բուլղարիայում էին հավաքում։ Ես սկսեցի Իտալիայում, որովհետեւ հասկացա, որ եւ ժամանակի առումով եւ գնային առումով բավականին երկար է տևում, որ Իտալիայի բեռը գնա հասնի հետ Գերմանիա, նորից բարձվի գա։ Ու սկսեցի Իտալիայի պահեստով։ Ու պատահաբար հանդիպեցի Վրաստանում մեր
գործակցող պահեստի հիմնադրին եւ սկսեցինք համագործակցությունը ու շատ հաջողվեց կարող եմ այսօր ասել, որ Իտալիան մեր ամենաուժեղողությունն է եւ երևի Հայաստան մտնող Իտալիայից բեռների 60%-ը լուսարտրանսի միջոցով է գալիս։ Իսկ հետեւաբար արդեն մնացած ուղղությունները կամած նույն համակարգով սկսեցինք զարգացնել, հետո արդեն Բուլղարիայում պահեստ վերցեցինք, այսինքն ոչ թե վերցեցինք, այլ սկսեցինք համագործակցել նույն համակարգով, որովհետեւ ոչ ոք այդ համակարգով դեռ չէր աշխատում բուլղարական ոչ մի պահեստի հետ, մենք սկսեցինք եւ Գերմանիան հետո զարգացրեցինք, հիմա ունենք արդեն Չինաստանի ուղղությունը, երկու պահեստ ունենք Չինաստանում, արդեն 2 տարի է հորգոսում ենք պահեստ վերցրել, որպեսզի ցամաքային բեռները Չինաստանից բերենք Հայաստան եւ Մոսկվայում ունենք պահեստ, ում հետ համագործակցում ենք արդեն 15 թվականից։ Լուսարտրանսը B2B հաճախորդներ ներգրավելու process-ով է հիմնականում 80%-ը 80%-ը B2B է, բայց դե ունենք B2C, քանի որ հաճախորդներ կան, ովքեր իրենց տան համար կահույք են գնում կամ ինչ-որ իրենց անձնական օգտագործման համար, դա էլ են կարողանում բերել, բայց հիմնականում մեծ բեռների մասն է խոսքը։ Շատ լավ։ Ինչպիսին է իր ծավալներով Լուսարտրանս ընկերությունը, բավականին գիտեմ մեծ խաղացող շուկայում, ինչքան է թիմը, ոնց է ձևավորվել, ոնց է այդ ծավալներին հասել ինքը։ Թիմը ձևավորվել է մի աշխատողով, ինձանով, սկսել եմ ես մենակ աշխատել, հետագայում ավելացել են աշխատողները ծավալի հետ միասին եւ այսօր մենք ունենք 36 աշխատող Լուսարտրանսում, ունենք 6-ից 7 աշխատող Brock AM ընկերությունում, ունենք նաև մաքսային բրոկերական ընկերություն ունենք, որ մաքսային ծառայություններ ենք մատուցում, որպեսզի մեր հաճախորդների համար ամբողջական ծառայություն մատուցենք, եւ տուրիստական ընկերությունը դե տղասա էլի ոնց որ գրուպի մեջ կարելի է հաշվել, բայց դա ոնց որ տղասա հիմնադիրը ինքն է աշխատացնում, այնտեղ էլ ունենք էլի մի 10-ից ավել աշխատակից։ Բավականին մեծ թիմ է։ Իսկ մաքսային բրոկերական ծառայություն մատուցող ընկերությունը մենակ ձեր հաճախորդներին է ձեզ սպասարկում, այսինքն Լուսարտրանսին է սպասարկում, թե նաև այլ լոգիստիկ ընկերությունների եք սպասարկում։ Ցանկացած ընկերություն, ով դիմում է մեզ իր մաքսային ծառայությունների համար, մենք համագործակցում ենք, խնդիր չի։ Լավ, հիմա հարց, ինչպես կինը հայտնվեց այն ոլորտում, որը շատ հաճախ ընդունված է համարել, որ տղամարդկանց ոլորտն է լոգիստիկան։ Իհարկե ես իմ փորին վստահություն ունեմ, որ դա պակաս պատկերացումից է ոլորտի մասին, որովհետև այնտեղ ամեն ինչ չի, որ բացառությամբ պիտի տղամարդու կերպարի հետ համապատասխանի, բայց հետաքրքիր է ոնց է դա եղել այն էլ տարիներ առաջ, երբ ավելի հազվադեպ հանդիպող էր կին գործարարը, կին ձեռնարկատերը լոգիստիկ ոլորտում։ Առաջ շատ բոլոր հիմնականում բեռնափոխադրող ընկերությունների հիմնադիրներ տղամարդիկ են եղել, ճիշտ ես ասում Կրիստինա ջան, բայց հիմա փոխվել է, շատ են կին հիմնադիրները հենց լոգիստիկ ոլորտում, իրականում ես մի բան եմ հասկացել, որ նույնիսկ այդ տղամարդիկ, ովքեր հասել են հաջողության, իրենց գրասենյակում կամ ունեցել են տնօրեն կին, կամ ունեցել են հաշվապահ կին, կամ ինչ-որ մեկը, որը իրենց կողքից օգնել է, որովհետև կին տղամարդ այդ համագործակցությունը բիզնեսում ինքը մեծ ուժ է, որովհետև տղամարդը, այո, տարբեր մոտեցումներ են, միասին կազմում են ուժեղ համագործակցություն ստեղծում։ Հետաքրքիր է նաև բավականին մեծ օրգանիզմ արդեն ընկերությունը։ Ոնց է Լուսինեն համատեղել անձնականը եւ գործնականը։ Այս հիմա շատ ընդունված work-life balance տարբերակում, այսինքն ոնց է դա հաջողել։
Երևի ճիշտն ասած իմ բախտը բերել է, բոլորն ասում են շուտ ամուսնանալը լավ չի, բայց իմ պարագայում շուտ ամուսնանալը շատ լավ է ստացվել, որովհետև արդեն երեխաները մեծ էին եւ ես որոշ չափով ազատ էի, գրաֆիկը ազատ էր, իհարկե պետք էր ուշադրություն դարձնել երեխաներին, դպրոց էր, դասեր, բայց ամեն դեպքում արդեն այն փուլը, որը որ շատ քո կարիքն ունեն, անցնում ես, բնականաբար տանն էլ օգնում էին, կիսուր մայրիկն է օգնում, եթե չլինի այդ օգնությունները, բնականաբար բարդ կլինի այդ տարիքում երեխաներին մեծացնել աշխատելու հետ համատեղ, բայց արդեն հիմա ես նույնիսկ տատիկ եմ ու համատեղում եմ նաև տատիկի պարտականությունները աշխատանքի հետ ու հա շատ եմ սիրում թորնիկներին, շատ եմ սիրում զբաղվել իրենց հետ, ամեն դեպքում կարողանում եմ համատեղել։ Հրաշալի ընդունակություն, ունակություն է երևի ու հավանաբար բնորոշ է ընդհանրապես կանանց, կարողանում ենք չէ համատեղել պրոցեսները։ Սրան հարող մի հատ էլ հարց ունեմ, անձնական անձի զարգացման ուղղությամբ հիմա կան բազմաթիվ նոր կրթական մեթոդներ, նոր հետաքրքիր ծրագրեր, որոնց կարելի է մասնակցել եւ այլն, եւ գիտեմ, որ դու ակտիվ ես նաեւ այդ տեսանկյունից։ Մի փոքր կպատմես փորձառությանդ մասին։ Քանի որ հիմա աշխարհը շատ արագ է զարգանում ու եթե մենք նոր գիտելիքներ ձեռք չբերենք, ինձ թվում է մենք հետ կընկնենք եւ գործնական եւ մեր անձնական զարգացման աճը կկանգնի, դրա համար ես իրոք շատ դասընթացներ եմ վերցնում, նույնիսկ ամուսինս ջղայնանում ասում այդ դասընթացները որտեղից են գալիս, քեզ գտնում, բայց ես եմ իհարկե իրաց գտնում։ Հիմա Մատենայի executive MBA եմ վերցրել այս պահին, տարի ու կես պետք է այդ դասընթացներն անցնեմ, քանի որ որոշել եմ մեր բիզնեսը ավելի ընդլայնել ու գիտելիքներին, բնականաբար ինչքան էլ որ դու որոշես պետք է կառավարիչ բերես կամ ավելի բարձր գիտելիքներով ինչ որ անձնավորություն կա, որպեսզի այդ մասշտաբային բիզնեսը աշխատացնի, միևնույն է դու պետք է գիտելիքներ ունենաս այդ կառավարման ոլորտում, որ կարողանաս հետևես ու ճիշտ հունի վրա դնես, հա, ամեն ինչ։ Ես նաև շատ մեծ խմբի եմ միացել, շատ հետաքրքիր մեգա կամպուսի, չգիտեմ ովքեր են ծանոթ, Գրիգորի Ավետովի խումբն է, հայտարարություն ստացա, որ Գրիգորի Ավետովը ինքը մեծ ֆորումներ է կազմակերպում, նույնիսկ 12000 հոգանոց ֆորումներ է կազմակերպում, ես որոշեցի միանալ, ինքը խումբ է կազմել, ում հետ ճամփորդում ենք եւ ճանապարհորդությունների ընթացքում հանդիպում ենք հայտնի մարդկանց։ Դա էլ է իհարկե շատ ուժեղ ազդում անձնական աճի վրա, մտահորիզոնի վրա եւ շփվելով նմանատիպ մարդկանց հետ, մենք հանդիպել ենք Ռոբին Շարմայի հետ, հանդիպել ենք Ռոբերտ Գրին, ով գրել է 48 Laws of Power եւ սկսում ես ավելի մասշտաբային մտածել ու արդեն ուզում ես աշխարհը գրավել իրենց հետ շփվելուց հետո արդեն ուզում ես աշխարհը գրավել քեզ դու արդեն էլ ոչ մի խոչընդոտ հա չկա ու ուզում ես առաջ գնալ նաև անձնական եւ առողջական մոտեցումն է փոխվում քո հանդեպ օրինակ մենք Wim Hof-ին ենք հանդիպել, որը ունի մեթոդը շնչառական վարժությունների եւ սառը վանաների, հա, այդ մեթոդն է մշակել եւ առողջանը ես ճիշտն ասած սկսել եմ իր մեթոդը կարդալուց հետո օգտվել այդ մեթոդից ու ասեմ շատ օգնում է։ Շնչառական վարժությունները, եթե ճիշտ անես, իրանք շատ լավ, շատ առողջությանը նպաստում են եւ յոգայով ենք զբաղվում։ Մի խոսքով փորձում ենք ամեն ինչի մեջ լինել, հաշվի առնելով որ ստրեսային ոլորտ է, շատ օգտակար են, չէ՞, երևի այդ նոր սովորությունները ձեռք բերել, որպեսզի լարվածությանը ընդհանուր հնարավոր լինի դիմակայել։
եւ շնչառական վարությունները, եւ յոգան, եւ մեդիտացիան, որը սկսել եմ ես վերջերս ամեն առավոտ մի 10-15 րոպե անել։ Հիմա շատերը կարող ծիծաղան այդ դրա վրա, ովքեր որ դա իրենց համար խորթ է, բայց ամեն դեպքում ինձ համար դա շատ հաճելի process է եւ ավելի հանգստացնում է նервային համակարգը ու ավելի վստահ եւ ոգևորված ես գնում աշխատանքի առավոտյան աշխատանքի իսկ սրա հակառակ երես է այդ դեպքում աշխատանքի ընթացքում հաճախ են լինում դեպքեր երբ չոր լարված իրավիճակը մի չգիտեմ չոր ֆորս մաժորային դեպք է տեղի ունեցել եւ ինքնակառավարումը սկսում է թուլանալ լարվածության ազդեցության տակ իրականում իմ աշխատակիցներն էլ կասեն, կհաստատեն իմ ինքնակառավարումը բավականին բարձր մակարդակի վրա է։ Ես շատ ազվադեպ եմ հունից դուրս գալի ու եթե ինչ որ հունից դուրս եմ գալի, այդ նշանակում է շատ ինչ որ վտանգավոր իրավիճակ է ծայրահեղ, որ ես հունից դուրս եմ եկել։ Ամեն դեպքում ինձ օգնում է բնականաբար իմ էմոցիաները կառավարել, նույնիսկ այսպես ասեմ, իմ գործի մեջ կնոջ ֆակտորը շատ օգնել է ավելի համբերատար, ավելի ճիշտ հաճախորդի հետ խոսել, տղամարդկանց հետ, ովքեր որ ագրեսիվ են, տղամարդիկ ավելի կոնֆլիկտի մեջ են մտնում, բայց կնոջ հետ թույլ չի տալիս տղամարդկանց մեծ մասը ավելի ագրեսիվ, ավելի կոպիտ խոսել, իսկ քանի որ մեր բիզնեսմենների, ներմուծողների մեծ մասը տղամարդ է, այդ հարցը ավելի հեշտ է լուծվում, երբ որ դու կին ես։ Դրական ելք ստացել, համաձայն եմ այդ մեր մենտալիտետի առավելություններից էլ է, որ մեզ մոտ հարգանքով են վերաբերվում կնոջը, ավելի զուսպ են ճանաչելով իհարկե, այո։ Եթե երկու տղամարդ խոսելուց գործնական ինչ որ իրավիճակում, որտեղ, չգիտեմ, լարված իրավիճակ է ու կարող են ձայն բարձրացնել կամ ավելի կոպիտ խոսել, հա, կնոջ հետ ավելի զուսպ են բան։ Այդ մեր առավելություններից է, այսպես ասեմ։ Ես նաև կուզեմ մենք կիսվենք լսարանի հետ, որ դու հանդիսանում ես Հայաստանի լոգիստիկ ասոցիացիայի համահիմնադիր եւ խորհրդի անդամ։ Կխնդրեմ մի փոքր այս թեմային նաև անդրադառնանք, ինչի ծնվեց գաղափարը միտքը ասոցիացիան հիմնելու, արդյոք հենց միտքը ծնվել այդ ժամանակա հիմնվել թե տարիներ եղել է սեղանին, այսպես ասած այդ հարցը եւ ինչ նպատակների է միտված եղել ծառայելու ասոցիացիան։ Ասոցիացիայի գաղափարը ճիշտ ասած ես միշտ ունեցել եմ, ինչի համար, որովհետև ոլորտը բավականին փնթի վիճակում է, այսպես ասեմ, մի քիչ չգիտեմ ճիշտ բառ ընտրեցի թե չէ, չհամակարգված վիճակում է, մրցակցությունը ավելի ագրեսիվ էր մեր ոլորտում, իսկ լոգիստիկ ասոցիացիայի հայտնվելու պարագայում բոլորը հայտնում են մի հարթակում, սկսում են իրար ճանաչել, ավելի մտերմիկ են լինում միմյանց հետ ու բնականաբար մի ձայնը կարող է հարց չլուծել, իսկ համախմբված եթե լինի դա ասոցիացիա 30 ընկերության ձայն միավորվի, բնականաբար 30-ից ավել, այս բան 35 անդամ ունենք ասոցիացիայում ու այս տարի շատ ուժեղ շեշտը դրել ենք ասոցիացիայի զարգացման վրա, ուզում ենք մեր ձայնը հասցնել եւ կառավարությանը եւ մնացած այն ասոցիացիաներին եւ ոլորտներին, որտեղ կարող ենք ինչ-որ հարց լուծել, ինչ-որ փոփոխություն անել ի օգուտ լոգիստիկ ոլորտի։ Հիմնական ուղղությունները, որոնց շուրջ որ պիտի ասոցիացիան համայնքին իր համայնքին ծառայի, օրենսդրական կտորն են, թե ոչ միայն։ Ոչ միայն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև GIZ ընկերությանը, գերմանական ասոցիացիային, որոնք որ այս տարի կանգնել են մեր թիկունքին, աջակցում են մեզ եւ ֆինանսապես եւ ամեն հարցով ուզում են լոգիստիկ ասոցիացիան զարգանա, մենք ուզում ենք ռազմավարական ծրագիր ենք կազմել եւ հանձնել ենք GIZ-ին ֆինանսավորման համար ու այս տարի լուրջ փոփոխություններ են սպասվում ասոցիացիայում կրթական ծրագրեր ենք ունենալու ոչ միայն զարգացման այդ մասով, հա, եւ կառավարության հետ շատ հարցեր ենք բարձրացնելու, արդեն մեր ձայնը լսելի կլինի
ուզում ենք նաև միջոցառումներ հետաքրքիր կազմակերպենք ասոցիացիայի շրջանակներում։ Մի խոսքով հետաքրքիր բաներ են սպասվում, այնպես որ խորհուրդ կտամ լոգիստներին միանալ ասոցիացիային ու միասին ավելի մեծ ուժ կլինենք ու ավելի լավ հարցեր կլուծենք։ Իսկ այդ տեսանկյունից ասոցիացիան անդամներ ներգրավելու որևէ գործողություն արշավ եւ այլն անում է, թե ավելի պասիվ դիրքում է, այսպես ասած, եւ բոլոր ընկերությունները, խաղացողները իրենք իմանալով որ կա ասոցիացիա, ակնկալվում է, որ պիտի, այսպես ասած, կամավոր ցանկանան մասը կազմել ասոցիացիայի։ Ուրեմն ասեմ, քանի որ դեռ նոր էր ասոցիացիան, մենք 2 տարեկան դեռ չկանք ու մենք ինքներս ում որ ճանաչում ենք ուղղակի զրույցի միջոցով համոզել ենք, որ կան միանան մեզ ասոցիացիայի անդամ դառնան, բայց դեռ ակտիվ աշխատանքներ այդ ուղղությամբ չենք արել, քանի որ ասոցիացիան դեռ չուներ շատ մեծ բան տալու այդ մասնակիցներին, հա, ովքեր որ կամավոր, այսպես ասեմ, որոշել են միանալ ասոցիացիային օգնության կարգով միացել են, իսկ այս տարի, քանի որ մենք արդեն ունենք ասելիք, ունենք մեր անդամներին ինչ-որ բան տալու, դրա համար ես խորհուրդ կտամ, որ միանան եւ նաեւ ակտիվ աշխատանք ենք տանելու նոր անդամների ներգրավման այդ գործընթացին։ Իսկ այդտեղ ունեք ինչ-որ չափորոշիչներ, թե ցանկացած ընկերություն, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայություն, կարող է մասնակցի եւ արդյոք միայն լոգիստիկ ընկերություններով եք սահմանափակվելու, թե ոլորտը սպասարկող նաեւ այլ հարակից ընկերություններով, ինչի՞ չէ գուցե էլեկտրոնային առևտրի հետ կապ ունեցող մասնակիցներ եւ այլն։ Ինչպիսին է մոտեցումը այս տեսանկյունից։ Լոգիստիկան ինքը շատ մեծ հասկացողություն է, միայն դա բեռնափոխադրումը չի կամ էքսպեդիցիան չի, լոգիստիկայի մեջ մտնում են եւ ապահովագրական ընկերություններ եւ ինչ որ ծրագրային, որոնք հենց լոգիստիկ ոլորտին են պատկանում եւ պահեստային ծառայությունները, լոգիստիկան չի սահմանափակվում մի ինչ որ ուղղությունով, դրա համար կարող են մեզ միանալ ցանկացողները տարբեր ոլորտների եւ չափորոշիչներ կարող կլինեն իհարկե, որովհետեւ ասոցիացիա պետք է մտեն միայն վստահելի անդամները, որովհետեւ մենք միասին պետք է նաեւ համագործակցենք, ծառայություններ միմյանց մատուցենք, պետք է լինեն վստահելի անդամներ, որ կարողանանք առաջ գնալ եւ կարողանանք մեր խոսքը առաջ տանել։ Հա, դա եւս իհարկե կարեւոր է համ ձեր ներքին համագործակցության համար հենց գործառնական process-ով զբաղվող ընկերությունների եւ թե համբավի տեսանկյունից, այսինքն ասոցիացիան արդեն կլինի վստահելի հարթակ, որտեղ անդամագրված ընկերությունները կհամարվեն արդեն արժանահավատ եւ ցանկացած հաճախորդ կարողանա դիմել անդամ հանդիսացող ընկերություններին ասոցիացիայի։ Ես ինքս հաճախ տեսնում եի եւ նկատում եի իրավիճակներ, երբ որպես հաճախորդ, երբ ներմուծման կամ արտահանման կարիք ունես, չգիտես ոնց ընտրություն կատարես, որ ընկերությանը դիմես եւ այս տեսանկյունից օրինակ ինչ ես կարծում, որոնք են կողմնորոշող գործոնները, որոնք սովորաբար հաճախորդներին ուղղում են այս կամ այլ ընկերության ծառայությունից օգտվեն։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ մարդիկ իրար շատ լավ ճանաչում են, շատ մեծ դեր է խաղում մարդկային ֆակտորը եւ հիմնադրի ֆակտորը եւ ընդհանրապես աշխատակիցների։ Դա իրոք Հայաստանում ցավոք կարելի ասել, որովհետև լավ կլինի սիստեմա, չգիտեմ, դե կարա որոշ ընկերությունների համար բարեբախտաբար, այն ընկերությունների համար, ովքեր վստահություն ունեն արդեն, դե ես իմ մասին չեմ ասում, դա ես ընդհանուր սիստեմավորված լինելու համար եմ դա ասում, որովհետև մեծ երկրներում ոչ ոք չգիտի նույնիսկ հիմնադիրը ով է, իսկ ստեղ զանգում են հիմնադրին անմիջապես ու ասում են մի հատ խնդրում եմ մեր բեռը այսպես կամ հարցը այսպես լուծվի կամ գնա առաջարկեն զեղչեն ուզում, հա, շուկան փոքր է ու հենց անմիջապես հիմնադրի կամ աշխատակցի դերը մեծ է մեր ոլորտում, տարիների փորձը
Եվ բնականաբար մինչև այսօր օրինակ ես ոչ մի գովազդ չեմ արել, ամբողջ գովազդը սարաֆանի ռադիո, հա, հաճախորդներն են բերել, օգտվողները իրենք խորհուրդ տալով մեկը մյուսին եկել են մեզ մոտ ու նույնիսկ երբ որ ուզում եմ գովազդ դնեմ, հասկանում եմ, որ իմաստել չկա դրանում, չնայած հիմա բոլորը սոցցանցերում շատ ակտիվ են, բայց ես դեռ չեմ կարողանում տրամադրվել սոցցանցերում ինձ ակտիվացնել։ Ժամանակներն են հիմա պարտադրում, բայց մեկը հրաշալի է, որ գոհ հաճախորդն է խորհուրդ տալիս, այսինքն եթե ծավալները տարեց տարի բարձրացել են, աճել են, ավելացել են, այդ ոչ մենակ ընդհանուր տնտեսական զարգացման հետ է կապված, այլ հենց ձեր ծառայության որակի մատուցած որակի հետ, որովհետև եթե դժգոհ լինեն, խորհուրդ չեն տա ավտոմատ։ Իսկ ինչ ես կարծում, ընդհանրապես այս ոլորտը ինչ մեծ մարտահրավերներ ունի հիմա Հայաստանում եւ քո գնահատմամբ նաև աշխարհում ինչ մարտահրավերներ ես տեսնում լոգիստիկայի համար, կամ ընդհանուր կարող ես մատակարարման շղթային ամբողջական անդրադառնալ, որովհետև ոնց որ բարձեցինք նորից, մենակ մի կտոր բեռնափոխադրման մասին չի այստեղ խոսքը։ Մարտահրավերները, երբ որ հենց բախվում են լոգիստիկ ոլորտի հետ, այսինքն լոգիստիկ ոլորտն է բախվում մարտահրավերների հետ, դրա հետ միասին մենք նաև մեր մնացած հաճախորդներին ենք մտցնում այդ խնդիրների մեջ, քանի որ մեկը մյուսի հետ շատ սերտ կապված է, ես բերում եմ ինչ որ ընկերության բեռ տեղափոխում եմ, եթե ես խնդրի եմ հանդիպում, բնականաբար այդ ընկերության բեռն էլ է, այդ ընկերությունն էլ է իմ հետ։ Ինչ որ արտադրություն կարա կանգնի, կարա վաճառք կանգնի, չգիտեմ, շատ հարցեր կարող են առաջանալ։ Այսօր բոլորս գիտենք ինչ խառը իրավիճակ է աշխարհում, ոչ թե Հայաստանում կամ ոչ միայն Հայաստանում, եւ Հայաստանն էլ, քանի որ տեղադրությամբ շատ շրջապատված է եւ թշնամի երկրներով եւ ունենք փակ սահմաններ, շատ դժվար է, շատ մարտահրավերներ շատ են, սահմաններն են փակվում, պատերազմը մի երկրում, ծովային գծերն են պահում կոնտեյներները, այն մյուս բեռնախցիկների, մի խոսքով ինչ ասես կարող է տեղի ունենալ, բայց մեր ամբողջ աշխատանքը նրան մեր ճկունություն պետք է դրսևորենք եւ կարողանանք հասկանալ, լավ, այս մի ճանապարհը փակվեց, ուրիշ ինչ ելք կա, ինչ ճանապարհ կա ու կարողանանք ավելի ճկուն լինել, որ այս իրավիճակից դուրս գանք։ Ես կարող եմ օրինակ բերել, որ 19 թվականին, 20 թվականին, երբ որ կոവിഡ്ը սկսվեց, շատ դժվարացավ ու մենք Իտալիայում մեր ամենա պիկը, եթե հիշում եք, չէ, Եվ շատերը չէին էլ ուզում գնային Իտալիայից բեռ բարձեն ու բեռները մնացել էին։ Մեր վարորդները միակն էին, որ մենք համոզում էինք, խնդրում էինք, ինչ որ ձևերով կարողանում էինք մտցնել Իտալիա, որ իրանք այդ բեռները բերեն ու այս ժամանակ ամեն անգամ ասում ենք, սա վերջի մեքենան ենք բարձում, վերջի մեքենան ու մինչև հիմա այդ վերջի մեքենան բարձում ենք։ Ու ավելի շատ բեռ ես բարձեցի 20 թվականին 2021 թվականի Իտալիայից, քան մյուս տարիներին, որովհետև կարողացանք մենք այդ ճկունությունը դրսևորել ու գտնել ճանապարհներ դուրս գալ այդ իրավիճակից, մնացած բեռներն էլ կարողացանք բարձել, իսկ շատ ընկերություններ չկարողացան դիմակայել։ Իսկ հենց այս վերջին իրադարձությունները Իրանի հետ կապված հենց ձեր ընկերության process-ների վրա որքանով ազդեցին, որովհետև Չինաստանն էլ եթե ունեք ուղղություն, Այո, Չինաստանը ունենք ուղղություն, ունենք կոնտեյներներ, բարեբախտաբար շատ չեն, մի քանի հատ, որը որ ճանապարհիներ եկավ, հասել էր արդեն Բանդար-Աբաս, մենք կարողացանք այնտեղից փախցնել բերել, որոնք որ չեն հասել Բանդար-Աբաս, դեռ Հնդկաստանի ծովերում դեգերում են, ամեն դեպքում սպասում ենք մինչև հարցը կարգավորվի, որովհետև տարբերակները այնքան քիչ են, իսկ որն էլ կա բավականին թանկ են, մենք հաճախորդների հետ էլ ոնց որ միասին ուզում ենք որոշումներ գտնենք,
թե ինչ անենք, չգիտեմ, բարդ է իհարկե, բայց բարեբախտաբար իմ մասով շատ չի, բայց ես հասկանում եմ այն ընկերություններին, ովքեր ունեն արդեն բավականին լուրջ ծավալի բեռներ ճանապարհներին ու շատ բարդ է։ Հենց այդ ուղղությամբ իսկապես երևի իմ պատկերացմամբ ամենամեծ, եթե գլոբալ վերցնենք, ամենամեծ իսկապես մարտահրավերը, որ այսօր լոգիստիկ ոլորտը ունի ամբողջ աշխարհում, այդ հենց անկայուն քաղաքական իրավիճակներն են, որոնք կարող են հանգեցնել վերջին, չգիտեմ, մի 5 տարում տեսնում ենք ինչ տեսակ Մեր իրավիճակներ են։ մարտահրավերներից մեկը հենց այդ անկանխատեսելիությունն է, որ դու չգիտես որ պահին, որ երկրում ինչ կլինի, որ սահմանը կփակվի, Թուրքիայով անցնում ես ուրիշ խնդիրների ես բախվում, սերտիֆիկատների հետ կապված հարցեր են առաջանում, մաքսայինների հետ կապված ուրիշ տեսակ հարցեր, Լարսի սահմանը փակվում է, բացվում է կամ չգիտեմ, այնտեղ մաքսավորները մի օր փոխվում են, մեկը լավա տրամադրված, մյուսը վատա տրամադրված, քաղաքականության հետ էլ է շատ կապված մեր ճանապարհների բացվել, փակվելը, բոլորս էլ շատ լավ այդ ամեն ինչը հասկանում ենք, բայց հուսանք սա երկար չի տևի եւ ամբողջ աշխարհով խաղաղությունը կհաստատվի, ոչ միայն մեր երկրում եւ բոլոր ճանապարհները կբացվեն, որովհետեւ ճանապարհները բացվելուց մեր տնտեսությանը միայն օգուտ կլինի։ Բնականաբար սահմանների փակ լինելու գործոնը երբեք չի կարող բարենպաստ լինի տնտեսության համար, որովհետեւ ես հաճախ ընկերներիս հետ երբ խոսում եմ ու հաշվի առնելով միջոցառում ու ներգրավվածությունս ոլորտի թեկուզ այդ տեսակ, այսինքն ոչ օպերացիոն process-ներում, բայց ոլորտում ինձ միշտ ասում են էլի, թե դե լավ լոգիստիկա, դե ոնց որ մի կողմից հասկանում ենք, պատկերացնում ենք ինչա, մյուս կողմից ասում եմ յուրաքանչյուրիս զամբյուղի մասնակազմում, ցանկացած գնում, որ մենք կատարում ենք խանութից, ցանկացած յուրաքանչյուր գնում, մանավանդ մենք, որ բավականին մեծ տոկոսով հենց ներմուծմամբ սպասարկող երկիր ենք։ Ասում եմ հասկացեք, որ մեծ ինքնարժեքի կտոր յուրաքանչյուր ապրանքի մեջ դուք վճարում եք այդ բեռնափոխադրման համար։ Իսկ ինչ, եթե բարենպաստ պայմաններ լինեն, ուղիները կրճատվեն, ծախսերը կրճատվեն, հետևաբար ապրանքի գինն էլ, այսինքն մենք ինքներս շուկայում որպես քաղաքացի ուղղակի կզգանք այդ փոփոխությունը, ինչը ես կարծում եմ շատ կարևոր գործոն է ու ապագայում հուսով եմ այս մասով եւս դրական փոփոխություններ կլինեն։ Բայց այս իրավիճակներից պետք է փորձենք շահեկան դուրս գանք, օրինակ Ռուսաստանի պատերազմի պատճառով Հայաստանը բավականին տնտեսությունը ինչ եղավ, բեռները երբ որ առաջ գալիս էին Ռուսաստանից դեպի Հայաստան, Ռուսաստանով նույնիսկ եվրոպական շատ բեռներ գնում էին Ռուսաստանով էին գալիս Հայաստան, փոխվեց կտրուկ սկսեցին Հայաստանով գնալ Ռուսաստան ու նույնիսկ եղավ ժամանակ, որ մենք այդ ծավալին չէինք էլ դիմանում, արդեն պահեստները այնքան լցված էին, որ մեր բեռները խնդիր էր դառնում դատարկելու այդ process-ը կազմակերպելը մեր բեռների։ Նույնը հիմա Պարսկաստանի ամեն դեպքում ճիշտ է վատ բան եմ ասում, որ ուրիշի դժբախտության, բայց պետք է փորձել շահեկան դիրքերում լինել։ Ու ընդհանուր ես կարծում եմ, որ մեր դիրքը, Հայաստանի դիրքը մեզ թույլ է տալիս լինել կարևոր խաղացող։ Հույսեր ունեմ տրանզիտ կդառնանք, մենք տրանզիտ գոտի կդառնանք եւ այո, ես նույնպես մտածում եմ։ Նույնիսկ Վրաստանի համար կարող ենք, եթե սահմանը բացվի Թուրքիայի, ես որ պատկերացնում եմ, կարող մինչեւ հիմա վրացիներն են եկել Չէ, Վրաստանով ենք անցել, իրանք են մեզ նեղացրել կամ օգնել շատ դեպքերում։ Մենք ունենք շատ լավ գործընկերներ, ես բոլորի հետ շատ լավ եմ, կոնկրետ իմ գործընկերների հետ, բայց բոլորս էլ գիտենք, որ այս վերջերս մեզ նեղացնում էին այդ ճանապարհներին, սահմաններին։ Հիմա արդեն կարող ենք մեր մոտով տանել Վրաստան, այսինքն առաջինը մեր մոտ դատարկենք, հետո վրացական բեռները տանենք, այս դեպքում, երբ որ Թուրքիայի սահմանը բացվի, ճանապարհը ավելի հարմար է լինում։ Այո, կարգավիճակը փոխվում այդ ժամանակ արդեն։ Ես լիահույս եմ, որ դրական տնտեսական փոփոխություններ կլինեն, ինչի կարևոր հենց շարժող օղակը հենց լոգիստիկան է, ու լոգիստիկան էլ ճիշտ կդիրքավորվի, ոլորտը մեր ճիշտ կդիրքավորվի ու հայաստանյան ընկերությունները կկարողանան արդեն
մեծ խաղ խաղալ նաև շատ Իհարկե ավելի մեծ խաղ։ լոգիստիկան այն ոլորտներից է, որ երբեք չի մահանա, կարող է վերափոխվի կամ օպտիմիզացվի, ինչ որ բաներ ավտոմատացվեն, որոշակի աշխատողների կարիքը չզգացվի։ Դա ոլորտը չի Դա չեղարկում։ ոլորտին միևնույնն է, բեռները պետք է տեղափոխվեն, մեքենաները պետք է շարժվեն, ինչ որ մեկն էլ դա պետք է կառավարի։ Այո, ես դա միշտ ասում եմ COVID-ի ժամանակ երբ աշխարհը կանգնեց, աշխարհը փակվեց, մարդիկ դուրս չէին գալիս, միակ բանը ինչ հստակ շարժվում էր աշխարհում։ Դա լոգիստիկա։ Այո, դա լոգիստիկան էր, էլի որոշակի խնդիրներով, իսկ լոգիստիկան միշտ խնդիրներով շարժվում, անգամ նորմալ խաղաղ պայմաններում, իհարկե, որովհետև բազմաթիվ գործոններ կա այդ մի կետ, մի թիվ սխալ գրեցիր թղթերի մեջ, արդեն ինքը կարող է երկար ժամանակ կանգնի սահմաններին ու դա խնդիր է։ Այո, բայց միևնույնն է ինքը մատակարարվում է ամբողջ աշխարհին։ Շատ լավ, Լուսինե ջան, շնորհակալ եմ շատ զրույցի համար, շատ հետաքրքիր էր։ Բազմակողմանի մեր զրույցը ստացվեց, ոչ միայն լոգիստիկայի մասին, այլ նաև կին գործարար կյանքը, ասոցիացիան մեր, որ շատ հետաքրքիր է առաջ խաղացումը տեսնել ասոցիացիայի եւ ընդհանրապես գլոբալ ոլորտի մասին զրույցը։ Եթե կա այսպես ինչ որ մի հատուկ message, այսպես ասած, որ կուզես ուղղել ձեր օգտատերերին կամ որևէ այլ լրացուցիչ ինֆորմացիա տաս հենց Լուսար տրանսի մասին, խնդրեմ սիրով Լուսար տրանսը, ես ճիշտն ասած մեծ պլաններ ունեմ, պրոյեկտներ ունեմ ավելի մասշտաբային, բայց դեռ չեմ ուզում այդ մասին խոսել։ Ես հատուկ չհարցրեցի։ Դա գաղտնիք է, հետագայում մենք երևի մյուս հանդիպմանը արդեն որոշակի քայլեր կլինեն, կխոսենք այդ մասին։ Իսկ ինչ վերաբերվում է նոր բիզնես սկսել կամ խորհուրդ տալ մարդկանց, կանանց հատկապես, ռիսկը գործի կեսն է, ինչպես դա բոլորն են ասում, բայց պետք է ռիսկերը ճիշտ գնահատել եւ քայլեր անել, չպետք է մտածել, որ հասունանա պահը կամ սպասեմ դեռ սա չեմ արել, երբ որ արդեն դուք զգում եք, որ ուզում եք ինչ-որ բան անեք, սկսեք քայլեր անել, որովհետեւ եթե սպասեք ինչ-որ մի բանի, այդ երբեք չի գա, այդ բանը։ Հրաշալի ավարտեր զրույցի ու միանշանակ համամիտ եմ այդ տեսանկյուն հետ ինքս էլ նույն բանը խորհուրդ կտայի սիրով։ Շատ լավ, նորից շնորհակալություն Լուսինե ջան, իսկ դուք սիրելի լսարան, սիրելի ունկնդիրներ, եղեք ակտիվ, բաժանորդագրվեք եւ տեղեկացված եղեք ոլորտի նորություններից։